դարձրու քո օրը ավելի հետաքրքիր։ Մեդիամարկ, լավագույն ժամանցային հարթակը Հայաստանում։ Ալիքի գործընկեր։ Զկրտալը, հորանջելը, փռշտալը, ձգվելը, ինչ է օրգանիզմը փորձում ասել մեզ մարմնի լեզվով։ Մեզ հետ այնպիսի բաներ են կատարվում, իսկ մենք նույնիսկ չենք մտածում, թե ինչու։ Օրինակ, պառկած ենք լոգարանում, լոգանք ենք ընդունում, իսկ մեր մատների բարձիկներն այդ ընթացքում կնճռոտվում են, կամ երբ զկրտում ենք, ջուր ենք խմում փոքր կումերով եւ չգիտենք թե ինչու։ Մեր բոլոր ինչու եւ ինչի համար հարցերին պատասխանել է հրաշալի սրտաբան, սրտանոթային վիրաբույժ բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Զուդինը։ Եվ այսպես, ինչ խոսքերով է մեզ հետ խոսում մեր մարմինը։ Հորանջում ենք։ Հորանջելու պատճառը հիպոքսիան է, երբ ուղեղը թթվածնի պակաս ունի։ Հենց այդ պատճառով մենք ոչ թե սովորական, այլ ուժեղացրած շնչի կարիք ունենք, ուժեղ եւ խորը։ Հորանջելու ժամանակ մենք ավելի շատ օդ ենք ներշնչում, քան ուղղակի շնչելիս։ Շնչուղիները բացվում են եւ ավելի շատ թթվածին է անցնում արյան մեջ։ Ինչու ենք հորանջում, երբ քնել ենք ուզում կամ ուղղակի հոգնած ենք։ Հոգնածության հետևանքով հյուսվածքներում կուտակվում է ածխաթթու գազի ավելցուկ, ուստի առաջանում է թթվածնի պակաս։ Մենք նաեւ հորանջում ենք, երբ ձանձրանում ենք, կամ երբ պետք է անենք այն, ինչ չենք ուզում։ Եվ դա բացատրելի է, երբ մենք չուզելով ենք աշխատում, շատ ավելի արագ ենք հոգնում։ Եվ կրկին հոգնածություն է առաջանում, ու մենք հորանջում ենք թթվածին ստանալու համար։ Իսկ գիտեք թե ինչու է հորանջելը վարակիչ։ Երբ ինչ-որ մեկը հորանջում է, նրանից հետո բոլորը սկսում են հորանջել։ Հոգեբաններն ասում են, որ այդ վարակը մեզ է հասել մեր նախնիներից։ Հին ժամանակներից բոլորը ասես հրամանով հորանջում էին, երբ ցեղախմբի մարդիկ միաժամանակ պարկում էին քնելու։ Ճիշտ է, սա դեռ տեսություն է։ Հաջորդը փռշտում ենք։ Քթի խոռոչներում փոշի է կուտակվում, լորձաթաղանթը չորանում է եւ գրգռվում։ Գրգռվում են նյարդային վերջավորությունները, եւ մենք փռշտում ենք։ Փռշտոցի արդյունքում տեղի է ունենում կտրուկ արտաշունչ, որն օգնում է, այսպես ասած, դուրս շպրտել քթից ավելորդությունները, որպեսզի ոչ մի աղբ չհայտնվի քթմպանում կամ ավելի խորը։ Այսինքն փռշտոցը պաշտպանական ռեակցիա է։ Իդեպ փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի արագությունը 130 կմ/ժ է։ Եթե մարդ փռշտում է իրար հետևից 2-3 անգամ, ապա ոչ մի վտանգավոր բան չկա։ Սակայն 10-ից ավելի փռշտալու դեպքում դա արդեն խնդիր է։ Ամենայն հավանականությամբ քթի լորձաթաղանթի վրա այտուց կա։ Օրգանիզմն ընկալում է այտուցվածությունը որպես գրգիռ եւ փորձում է դրանից ազատվել, դուրս փռշտալ։ Սակայն այտուցվածությունը դրանից չի անհետանում։ Իրար հետևից շատ անգամ փռշտալու դեպքում փորձեք կաթացնել քթի մեջ անոթները նեղացնող կաթիլներ։ Կաթիլները կօգնեն նվազեցնել այտուցվածությունը։ Հաջորդը, երբ մենք ձգվում ենք։ Գոնե ինչ-որ բան մենք կարող ենք կառավարել։ Մենք ձգվում ենք մեր ցանկությամբ։ Իսկ ինչու է նման ցանկություն առաջանում։ Այդպես օրգանիզմը պատրաստում է մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածության, ընդարմազերծում է, տաքացնում։ Երբևէ հետևել եք կատուներին։ Նրանք քնելուց հետո երբեք միանգամից վեր չեն կենում։ Նախ ձգվում են իրենց բոլոր թաթերով, քայլանելուց առաջ վերականգնում են արյան շրջանառությունը։ Ձգումը միայն առավոտյան չի արթնացնում, այսպես ասած։ Հոգնածությունից մկաններում կուտակվում է կաթնաթթու, եւ այն վերացնելու համար պետք է ձգվել, ձգել մկանները, ինչպես եւ պարապմունքից հետո։ Հաջորդը զկրտում ենք։ Փոքր երեխաները զկրտում են, երբ մրսում են, երբ ծարավ են կամ շատ են կերել։ Չափահասների մոտ զկրտոցը ազդանշան է, որ մարսողական համակարգում ինչ-որ բան այն չէ։ Լինում է, որ զկրտոց է սկսվում նրանց մոտ, ովքեր ոգելից խմիչք են օգտագործել։ Ամենից հաճախ մենք զկրտում ենք, երբ չափազանց շատ ենք ուտում։ Եվ ոչ թե ուղղակի շատ, այլ ագահաբար եւ արագ։ Գցում ենք մեծ կտորներ, լավ չենք ծամում, եւ դրանից գրգռում ենք շարժուն նյարդը։ Դա գանգուղեղային նյարդերից մեկն է։ Այն գլխուղեղից կոկորդի երկայնքով գնում է դեպի ստոցանի եւ ստամոքս։ Երբ ուտելիքի մեծ կտորները կերակրափողում են, նրանք գրգռում են շարժուն նյարդը եւ վերջինս ազդանշաններ է հաղորդում կերակրափողի եւ ստամոքսի մանրաթելերին, առաջացնելով կծկումներ։ Այս կծկումների միջոցով օրգանիզմը, ինչպես եւ փռշտոցի ժամանակ, փորձում է ազատվել կերակրափողի լորձաթաղանթի այտուցվածությունից։ Թե ինչպես հաղթահարել զկրտոցը կախված է դրա պատճառից։
այսպես ասած ոչ ստապ զկրտոցից կազատի սառը հեղուկը մանր կումերով ըմպելը։ Շատ ուտելու պատճառով առաջացած զկրտոցից կարելի է ազատվել նաև շունչը պահելով։ Թե առաջին, թե երկրորդ մեթոդները արգելակում են շարժուն նյարդի գրգռումը, իսկ վախեցնել զկրտացողին հաստատ պետք չէ, բուժման այդ մեթոդը բժիշկների կողմից հաստատված չէ։ Քնելիս ցնցվում ենք։ Երբեմն մենք հասցնում ենք դա զգալ, երբ քուն մտնելիս հանկարծ կտրուկ արթնանում ենք, քանի որ ձեռքերը եւ ոտքերն ինքնըստինքյան ցնցվում են։ Դա նորմալ է, չնայած որ անհարմար է։ Բանն այն է, որ քնելիս շնչառությունը հանգստանում է, զարկերակային բաբախը դանդաղում է, մկանները թուլանում են, եւ օրգանիզմը վախենում է, որ մենք կարող ենք քնել, այսպես ասած, ընդմիշտ։ Եվ հենց այդ ցնցումով ուղեղը մեզ արթնացնում է, որ վերսկսի նորմալ շնչառությունը, որ այն չափազանց դանդաղ չլինի։ Ահա այդպիսի մշտական վերահսկողություն։ Ծեր մատներ։ Երբ մենք երկար պառկում ենք լոգարանում կամ ինչ-որ բան ենք լվանում, մեր մատների բարձիկները կնճռոտվում են։ Երեխաները սիրում են ուսումնասիրել ծեր մատների պատկերները։ Ինտերնետում առասպել կա, որ այդ պատկերները առաջանում են մաշկի վրա, որ ոտքերի եւ ձեռքերի մատները ջրի մեջ ավելի կպչուն դառնան եւ չսահեն։ Հիշեցնում է մեքենաների ձմեռային անվադողերի պաշտպանիչները, որոնք ճանապարհի հետ ավելի լավ շղթայակցում են ապահովում։ Իրականում ամեն ինչ ավելի պարզ է։ Մատների եւ կրունկների մաշկը 4 անգամ ավելի հաստ է, քան մարմնի այլ մասերինը։ Այդ իսկ պատճառով այն ավելի լավ է ջուրներ ծծում եւ ուռում։ Սագամաշկ։ Սագամաշկն առաջանում է, երբ մենք մրսում ենք, սակայն երբեմն պատահում է, որ երաժշտությունը կամ ֆիլմն այնքան ազդեցիկ են, որ մենք փշաքաղվում ենք։ Դա շատ պարզ է բացատրվում։ Կրկին նախնիների ժառանգություն ենք ստացել։ Նրանք, ինչպես հիշում ենք, մազոտ էին, եւ երբ մեր նախնիները մրսում էին կամ վախենում, նրանց մազածածկույթը կանգնում էր տաքության, աղվամազության եւ վախեցնելու համար։ Այդ մազածածկույթը դարերի ընթացքում ընկել է, այնպես որ այժմ առաջանում են ուղակի կլոր բշտիկներ։ Արցունքներ, թե ինչու են մեր աչքերը արցունքոտվում, երբ աչքի մեջ շուղ է հայտնվում, շատերը գիտեն։ Այդ ռեֆլեքսը մաքրում է կեղտը եւ պաշտպանում է աչքերը քերծվածքներից եւ վնասվածքներից։ Իսկ թե ինչու ենք մենք լաց լինում ցավից կամ հուզումներից, գիտնականները դեռ չեն պարզել։ Առասպելներ կան, որոնց համաձայն արցունքները ցավազրկում են, նվազեցնում են գլխուղեղի կեղևի ճնշումը, բայց այդ բոլորը զուտ ենթադրություններ են։ Կարմրելը։ Անոթները լայնանում են, մաշկը կարմրում է։ Եթե շոկ է, դա տեղի է ունենում ջերմաստիճանի հետևանքով, սակայն մենք կարմրում ենք նաև ամոթից, ուրախությունից, սիրուց եւ այլն։ Անոթներն իսկապես արձագանքում են զգացումներին։ Զգացումները արյան մեջ հորմոնների կուտակման փոփոխությունն են։ Դրանց թվում նաև ադրենալինը։ Ի պատասխան այդ փոփոխությանը մաշկի անոթները լայնանում են եւ մենք կարմրում ենք։ Ինչ որ մեկն ավելի ուժեղ է կարմրում, մեկ ուրիշը ավելի քիչ, ամեն ինչ կախված է գեներից։ Նույն մեխանիզմն է գործում, երբ մենք գունատվում ենք։ Ուղղակի այդ պարագայում անոթները նեղանում են։ Եվ վերջինը քրտնելու մասին։ Քրտնարտադրությունը նորմալ արձագանք է շոկին։ Մազածածկույթը զովացնելու համար օրգանիզմը հեղուկ է արտադրում։ Այն օքսիդանում է մարմնի մակերեսից եւ իր հետ է տանում ավելցուկ ջերմությունը։ Օգտվում է newsarmenia.am-ից։ Տասնինգ փաստ առ այն, որ մարդու մարմինը սուպեր հնարավորություններ ունի։ Գիտնականները գրեթե ամեն օր նոր բացահայտումներ են անում մարդու մարմնի մասին, որոնցից մի քանիսը չափազանց զարմանալի ու անհավանական են թվում։ Մենք հավաքել ենք նման 15 փաստ, որոնք ապացուցում են, որ մարդու մարմինը սուպեր հնարավորություններ ունի։ Ստամոքսահյութը կարող է հեշտությամբ քայքայել ամբողջական ածելին, սակայն սա պետք չէ փորձով ապացուցել։ Մարդը կարող է ապրել առանց ստամոքսի, լյարդի 75%-ի, 1 երիկամի, աղիքների 80%-ի, 1 թոքի։ Դա չի լինի ամենահաճելի կյանքը, սակայն նույնիսկ այդ ամենի բացակայության դեպքում մարդը կարող է շարունակել ապրել։ Մարդու մաշկի կյանքի ցիկլը 2-ից 4 շաբաթ է։ Ընդամենը 1 տարում մենք մոտ 0.7 կիլոգրամ մահացած մաշկ ենք կորցնում։ Միջինը մարդու ոսկորներն այնքան պինդ են, որ դրանց վրա կարող են 16000 մարդ կանգնել առանց վնասելու։ Մարդու մարմնի ամենաուժեղ մկանը ծնոտայինն է։ Առանց ճկույթի մատի դուք կորցնում եք ձեռքի ողջ ուժի մոտ 50%-ը։ Մարդու ամենափոքր աղիքի երկարությունը 4 միջահասակ մարդու հասակների գումարին է հավասար։ Մարդու մարմնում կա մոտ 100,000 կիլոմետր արյունատարան օդ։ Մեր մազերը կարող են դիմանալ 2 փղի զանգվածին։ Մարդկանց աչքերը ծնվելու պահին սովորաբար կապույտ են լինում,
իսկ որոշ ժամանակ անց մեծ մասի դեպքում աչքերի գույնը փոխվում է։ Մարդը կարող է 3 շաբաթ առանց սնունդի գոյատևել, դա բավական չէ, մենք կարող ենք 11 օր արթուն մնալ։ 30 րոպեում մարդու մարմինը այնքան ջերմություն է արտադրում, որ դրանով կարելի է մոտ 2 լիտր ջուր եռացնել։ Կյանքի ընթացքում մարդու թքագեղձերի արտադրությամբ կարելի է լցնել օլիմպիական 2 լողավազան։ Տեքստային տարբերակի հղումը կարող եք գտնել հոլովակի բնութագրի մեջ։ Սկզբնաղբյուրը Enter Train առաջին EM-ն էր։ Փչեք ձեր բթամատին, արդյունքն անսպասելի է։ Մարդկային օրգանիզմը բարդ եւ միևնույն ժամանակ շատ զարմանալի, միմյանց հետ փոխկապակցված օրգանների համակարգ է։ Խնդիրը կարող է հանկարծակի առաջանալ, ուղղակի ոչնչից եւ նույն ձևով անցնել։ Կան օրգանիզմը ղեկավարելու տարբեր եղանակներ, որոնք կզարմացնեն ձեզ։ Ահա դրանցից մի քանիսը։ Երբ քերվում է կոկորդը, այս դեպքում շատերը աղով եւ սոդայով ողողումներ են կատարում, սակայն կարելի է դա անցկացնել ականջը քորելով։ Մասնագետները սա բացատրում են նրանով, որ դա կարգավորում է ականջախեցին եւ կոկորդի ցավը։ Նյարդերը հանգստացնելու համար։ Եթե դուք զգում եք, որ նյարդերը խիստ գրգռված են, ուղղակի սառը ջրով լվացվեք։ Դա ազդում է նյարդային ազդակների վրա, առաջացնում է շնչառության կանգ, որի պատճառով օրգանիզմն արտադրում է թթվածին եւ հանգստանում։ Կարելի է սառը ջուր խմել։ Սրսկումների հանդեպ վախ։ Շատերը ծանր են տանում սրսկումները, ասեղներից եւ ցավից շատ են վախենում։ Կարելի է ուղղակի զերծ պահել այս զգացողություններից։ Պետք է մինչև սրսկումը հազալ։ Այդպես ուղեղը չի նկատում այդ ցավոտ գործողությունը։ Բուժքույրին չվախեցնելու համար պետք է նրան նախորոք տեղեկացնել։ Փակ շնչառություն։ Փակ շնչառությունից ազատվելու համար պետք է լեզվով քիմքին դիպչել, սեղմելով հոնքերը։ 20 վայրկյանից վիճակը կլավանա։ Ազատվել այրվածքներից։ Եթե այրվել եք, ապա միշտ ապեք օգտագործել քսուկներ կամ սառույց։ Այդ ժամանակ պետք է մատով ոչ շատ ուժեղ սեղմել այրված հատվածին։ Այդ ժամանակ մաշկը դանդաղ եւ անվտանգ կվերադառնա նորմալ ջերմաստիճանի։ Անցկացնել ատամնացավը։ Սա օգնում է, երբ ատամները զգայուն են։ Ատամների զգայունությունն անցկացնելու համար պետք է սառույց դնել ձեռքի թիկունքային հատվածին, երբ զգում եք, որ ցավը սաստկանում է։ Սառույցը տեղափոխել ցուցամատի եւ մեծ մատի միջև։ Այստեղ նյարդային վերջավորություններ են, որոնք տանում են դեպի դեմքը։ Հենց այստեղից ուղեղին ազդակներ կհաղորդվեն, որոնք կանցկացնեն ցավը։ Նյարդայնություն։ Եթե դուք նյարդային եք եւ ունեք սևեռուն մտքեր, ուղղակի փչեք բթամատի վրա։ Այստեղ է գտնվում թափառող նյարդը, որը պատասխանատու է սրտխփոցի համար։ Երբ դուք փչում եք, տագնապն անմիջապես անցնում է։ Ինչու ենք մենք մեր ձայնը տարբեր ձևով լսում։ Իրական պատճառը կզարմացնի ձեզ։ Մենք մեր սեփական ձայնը լսում ենք մի ուրիշ ձևով, իսկ երբ ինքներս մեզ լսում ենք ձայնագրությամբ, ապա դժվարանում ենք նույնիսկ ճանաչել սեփական ձայնը։ Սա շատ տհաճ իրավիճակ է, որին հանդիպում է յուրաքանչյուր մարդ։ Ինչու ենք մենք մեր ձայնը տարբեր ձևով լսում։ Պարզվում է, պատճառը չափազանց պարզ է։ Երբ մենք մեր ձայնը լսում ենք ձայնագրությամբ, ձայնի ալիքները դուրս են գալիս բարձրախոսից եւ ճամփորդում են օդի միջով, եւ մենք լսում ենք ինքներս մեզ այնպես, ինչպես լսում են մնացած բոլորը։ Սակայն երբ մենք խոսում ենք, ապա լսում ենք սեփական ձայնը երկու եղանակով՝ ներքին եւ արտաքին։ Սկզբում մենք լսում ենք այն ձայնը, որը դուրս է գալիս բերանից, եւ որը լսում են մյուս մարդիկ։ Միևնույն ժամանակ մենք լսում ենք այն ձայնը, որը ստեղծվում է ձայնալարերի տատանումներից, որոնք ճանապարհորդում են մեր գլխի միջով։ Մեր գլխի ոսկորները հակված են ուժեղացնելու ցածր հաճախականության տատանումները, եւ հենց այդ պատճառով էլ մեր ձայնը ավելի ցածր է թվում, քան այն իրականում կա։ Եթե ցանկանում եք լսել ձեր, այսպես ասած, իրական ձայնը, ապա ձայնագրեք ինքներդ ձեզ կամ ուղղակի ձեռքով փակեք ձախականջը եւ խոսեք։ Եվ մի անհանգստացեք, եթե ձեր իրական ձայնը տարօրինակ եւ ծիծաղելի թվա, քանի որ մնացած բոլոր մարդիկ սովորեն հենց այդ ձայնին եւ չենք նկատի տարօրինակությունը։ Մեր մարմնի 10 հնարք, որոնց մասին ձեզ դժվար թե որևէ մեկը նախկինում պատմել է։
Ներկայացնում ենք մեր մարմնի մի քանի հնար կան հարմար եւ տհաճ իրավիճակներից խուսափելու համար։ Պատրաստ չեք փռշտալ մատներով սեղմեք քթի կամրջակը։ Ավելի լավ լսելու համար փակեք ականջները։ Բութմատը բերանը տարեք, եթե ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում։ Զկրտոցից ազատվելու համար լեզվին մի կտոր սառույց դրեք։ Վազքից հետո աջ կողքը ծակում է, ձախ ոտքի վրա հենվելով արտաշնչեք։ Եթե դժվարանում եք արագ արթնանալ, շունչը պահեք։ Վատ տրամադրություն ունեք, մատիտ կրծեք։ Լավ հիշողություն ակտիվացրեք խնկունիով։ Եթե ոտքը թմրել է, պետք է գլուխը թափահարել։ Ստի դետեկտորին կարելի է խաբել քիթը կսմթելով։ Նյութի տեքստը կարող ես կարդալ հոլովակի բնութագրի մեջ հղմանը սեղմելով։ Հաճելի օր քեզ։ 15 փաստ կնոջ մարմնի մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ կանանց։ Չնայած նրան, որ կանայք իսկական հանելուկներ են, գիտնականները կարողացել են շատ բաներ պարզել նրանց վերաբերյալ։ Կնոջ մարմինը ունի շատ առանձնահատկություններ, որոնց մասին չգիտեն նույնիսկ իրենք կանայք, իհարկե ոչ բոլորը։ Կնոջ մարմնի առանձնահատկությունները։ Կնոջ սիրտն ավելի արագ է աշխատում, քան տղամարդունը։ Միջինում կանանց սիրտը 6-ից 10-ը ավելի կծկում է անում րոպեի ընթացքում։ Բացի այդ, կնոջ սիրտը 10-ից 15%-ով ավելի թեթև է։ Գիտնականներն ապացուցել են, որ կանայք 2 անգամ ավելի հաճախ են թարթում։ Սա պայմանավորված է նյարդային համակարգի առանձնահատկություններով։ Նույն հանգամանքով էլ բացատրվում է արագորեն մեկ հուզական վիճակից մյուսին անցնելու ունակությունը։ Կնոջ մարմինը շատ ավելի դանդաղ է այրում ճարպերը, քան տղամարդունը։ Այդ իսկ պատճառով էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այդքան դժվարությամբ են ազատվում ավելորդ կիլոգրամներից։ Կանայք ավելի ամուր իմունային համակարգ ունեն։ Կնոջ մազերի տրամագիծը 2 անգամ ավելի փոքր է, քան տղամարդունը։ Կնոջ ուղեղը նույնպես տարբերվում է, եւ հենց այդ պատճառով էլ նրանք կարողանում են միաժամանակ մի քանի գործ անել։ Կնոջ մարմնում շատ ավելի շատ ցավային զգայարաններ կան, քան տղամարդու մարմնում։ Սակայն շնորհիվ բորբոքային գործընթացները կասեցնող էստրոգենի, կանայք բարձր դիմացկունություն ունեն ցավի նկատմամբ։ Քնի ժամանակ կնոջ ուղեղի ակտիվությունը նվազում է ընդամենը 10%-ով, այդ իսկ պատճառով էլ կանայք ավելի մակերեսային են քնում։ Կանայք ավելի շատ գույներ են տեսնում, քան տղամարդիկ։ Կանայք շատ ավելի վատ են կողմնորոշվում տարածության մեջ, քան տղամարդիկ։ Հենց այդ պատճառով էլ գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ չեն կարողանում մեքենա վարել։ Կանանց պարանոցը ավելի շարժուն է, քան տղամարդկանցը։ Կանայք ավելի հակված են անհանգստանալու եւ վտանգի ավելի բարձր զգացում ունեն։ Հենց այդ պատճառով էլ կանայք ավելի լավ են ինտուիտիվ որոշումներ կայացնում։ Կանայք առավել ամուր են կապվում մարդկանց հետ։ Բանն այն է, որ կնոջ ուղեղում ավելի են զարգացած այն հատվածները, որոնք պատասխանատու են կապվածության ձևավորման եւ ամրապնդման համար։ Կանանց մոտ ավելի զարգացած է կողային տեսողությունը, իսկ տղամարդկանց մոտ կենտրոնական։ Այդ իսկ պատճառով էլ տղամարդիկ ավելի լավ են նկատում եւ մտապահում մանրուքները։ Խոսելիս կանայք օգտագործում են ուղեղի միայն 2 կենտրոններ, այդ իսկ պատճառով կարողանում են օրական մինչև 8000 բառ արտաբերել։ Նյութի տեքստը կարող ես կարդալ հոլովակի բնութագրի մեջ հղմանը սեղմելով։ Զարմանալի փաստեր մարդկային մարմնի մասին, որոնք շատերը չգիտեն։ Բերանում այնքան բակտերիաներ կան, որքան մարդ կա երկրի վրա։ Մազը կարող է դիմանալ խնձորի քաշին։ Լեզվի հետ կա բացարձակապես յուրօրինակ է։ Մարդը օրական 600 մլ թուք է արտադրում։ Տեղեկատվությունը ուղեղին հասնում է շուրջ 400 կմ/ժ արագությամբ։ Գոյություն ունի արյան ոչ թե 4, այլ 29 խումբ։ Մեկ օրվա ընթացքում արյունը 19312 կմ հեռավորություն է անցնում։ Նյարդերի ընդհանուր երկարությունը մեր օրգանիզմում 75 կիլոմետր է։ Օրվա ընթացքում մարդը շնչում է 20000 անգամ։
Մարդը կարող է 10 միլիոն գույն տարբերակել, սակայն չի ուզում հիշել բոլորի անվանումները։ Մարդու ականջներն աճում են ողջ կյանքի ընթացքում, տարեկան 1/4 միլիմետրով։ Սիրտը տարվա ընթացքում 35 միլիոն անգամ է խփում։ Ամեն օր մարդը կորցնում է մոտ 1 միլիոն մաշկի բջիջ, տարեկան 2 կիլոգրամ։ Միջինում յուրաքանչյուր մարդ իր ողջ կյանքի ընթացքում 35 տոննա ուտելիք է օգտագործում։ Աչքը թարթելու վրա մարդը ծախսում է կյանքի 5 տարի։ Գլխուղեղում 1 վայրկյանում 100,000 քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Ժպտալիս դեմքի 17 մկան է միանգամից աշխատում, լացելիս 43։ 15 փաստ աչքերի մասին, որոնք կզարմացնեն ձեզ։ Ահա 15 փաստ աչքերի մասին, որոնք բավականին հետաքրքիր են։ Շագանակագույն աչքերն իրականում երկնագույն են, դարչնագույն պիգմենտի տակ։ Նույնիսկ գոյություն ունի լազերային պրոցեդուրա, որը հնարավորություն է տալիս դարչնագույն աչքերն ընդմիշտ փոխել երկնագույնի։ Յուրաքանչյուր 12-րդ տղամարդը դալտոնիկ է։ Ձեր աչքերը միշտ կմնան այն չափի, ինչ ծնված օրը, իսկ ականջներն ու քիթը չեն դադարում աճելուց։ Մարդու աչքն ընդունակ է ընկալելու սպեկտրի միայն 3 գույները՝ կարմիր, կապույտ եւ կանաչ։ Մնացած գույները այդ գույների համադրություններն են։ Մարդու աչքի եղջերաթաղանթն այնքան նման է շնաձկան եղջերաթաղանթին, որ վերջինս աչքի վիրահատությունների ժամանակ օգտագործում են որպես փոխարինիչ։ Մեր կյանքի ընթացքում միջինը տեսնում ենք 24 միլիոն տարբեր պատկերներ։ Աչքերն ամեն ժամ ուղեղին հաղորդում են հսկայական քանակությամբ տեղեկատվություն։ Այդ ուղու թողունակությունը համեմատելի է մեծ քաղաքի ինտերնետ պրովայդերի թողունակությանը։ Մեր աչքերը կենտրոնանում են վայրկյանում 50 առարկայի վրա։ Մայաները շլությունը համարում էին գրավիչ ու ջանում էին այնպես անել, որ իրենց երեխաներն ունենան շլություն։ Շիզոֆրենիան կարելի է 98.3% ճշտությամբ որոշել աչքի շարժումների սովորական թեստի միջոցով։ Մարդիկ եւ շները միակն են, ովքեր փնտրում են տեսողական հուշումներ մյուսների աչքերում, իսկ շները դա անում են միայն մարդկանց հետ շփվելիս։ Կանանց մոտ 2%-ն ունեն աչքերի հազվադեպ գենետիկական մուտացիա, որը հնարավորություն է տալիս նրանց տեսնելու 100 միլիոն գույն։ Տիեզերագնացները չեն կարողանում լաց լինել տիեզերքում ձգողության պատճառով։ Արցունքները հավաքվում են փոքրիկ գնդիկներով եւ սկսում են մռմռացնել աչքերը։ Մեղուների աչքերի մեջ կան մազիկներ, դրանք օգնում են որոշելու քամու ուղղությունը եւ թռիչքի արագությունը։ Երկնագույն աչքերով սպիտակ կատուների 65-ից 85%-ը խուլ են։ Տեքստային տարբերակը կարող եք գտնել հոլովակի բնութագրի մեջ։ Հետաքրքիր փաստեր քթի մասին։ Բոլոր նորացիները սկզբնական շրջանում ունենում են տափակ քթեր, քանի որ քթի հիմնական ձևը ավելի ուշ է ձևավորվում։ Լավ զարգացած հոտառություն ունեն եւ իրենց մայրիկներին հենց հոտի միջոցով են ճանաչում։ Լիցքաթափող արցունքները մաքրում են մեր աչքերը վնասակար մասնիկներից, երբ դրանք առաջացած են լինում ծխի հետևանքով։ Շարունակական արցունքները պարունակում են լիցոզիմ կոչվող քիմիական նյութը, որը կատարում է մանրեասպան պաշտպանիչ դեր։ Արցունքները նաև քթով են հոսում, պահելով քիթը խոնավ եւ պաշտպանելով մանրեներից։ Քթի ուռած ծայրն ամենից հաճախ նախազգուշացնում է, որ մարդը հիվանդ սիրտ ունի։ Եթե այն շատ կոշտ է, ապա դա ազդանշան է արյան շրջանառության եւ սրտի գործունեության համակարգում սկլերոզային փոփոխությունների մասին։ Քթի վրայի բծերը առիթ են փայծախի ու երիկամների մասին անհանգստանալու համար։ Քթի ձևը վկայում է առանձին ժառանգական գծերի գերակշռության մասին։ Եթե քիթը դեպի աջ կողմն է ծռված, ապա ավելի շատ են մայրական ժառանգական գծերը, իսկ եթե ձախ՝ հայրական գծերը։ Հետազոտությունների տեսանկյունից մեծ քթերը վկայում են առողջ օրգանիզմի մասին, փոքրերը հակառակը։ Կարմիր քիթն ասում է նաև արյան շրջանառության, սրտի հետ կապված հիմնահարցերի մասին։ Դարչնագույն երանգը, որն անցում է կատարում բրոնզագույնի, կապույտի կամ նույնիսկ սևի, վկայում է մարսողության օրգաններում, ենթաստամոքսային գեղձերում խանգարումների մասին։
Եթե քթի վրա սև բծեր կան, ապա օրգանիզմը ճարպեր չի հանդուրժում։ Ահա թե ինչ է կատարվում ձեր մարմնի հետ, երբ դուք բոբիկ եք քայլում։ Ահա այս նկարում դուք տեսնում եք դիմային արյան շրջանառության բարելավում բոբիկ քայլելուց 20 րոպե անց։ Մուգ կապույտը արյան շրջանառության ցածր մակարդակն է, մուգ կարմիրը բարձր մակարդակը։ Ներկայացնում ենք հողի հետ բոբիկ շփման առավելությունները։ Որոշ մարդիկ հատուկ գրաունդինգ են անում, այսինքն բոբիկ կանգնում են հողի վրա, փորձելով հզոր դրական էներգիա ստանալ հողից։ Հակաօքսիդանտ հատկություններով օժտված էլեկտրոնների այդ հոսքը ոչնչացնում է ազատ ռադիկալները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրաունդինգը միանգամայն կարող է բուժել տարբեր քրոնիկ հիվանդություններ՝ ստրես, վեգետատիվ նյարդային համակարգի խանգարում, ցավեր, անքնություն, արիթմիա, արյան մակարդելիություն, սիրտանոթային հիվանդություններ եւ այլն։ Հետազոտողների կարծիքով գրաունդինգը կամ բոբիկ քայլելը նույն ազդեցություն է թողնում, ինչ մաքուր օդում զբոսնելը, արևային լոգանքը, առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը։ Լեհնյարդավիրաբույժները բացահայտել են, որ մեզի եւ արյան խտությունը ցածր է նրանց մոտ, ովքեր վարժություններ կատարելիս, այսպես ասած, հողանցում են անում, պղնձե լարերով միացված են հողին։ Այդ երևույթը կանխում է երիկամների սպիտակուցների անկումը եւ նպաստում է մեզի արտազատմանը, արագացնում է սպիտակուցների փոխանակումը, ինչը դրական է ազդում օրգանիզմի ազոտային հավասարակշռության վրա։ Բոբիկ քայլելը բարելավում է դիմային հատվածի արյան հոսքը, նվազեցնում է արյան խտությունը, որը սիրտանոթային համակարգի հիվանդությունների հիմնական պատճառն է։ Բոբիկ քայլելը նաև էնդոկրին եւ նյարդային համակարգի հիմնական կարգավորիչն է։ Գիտնականների կարծիքով հողի էլեկտրոնները շրջապատում են վնասված հատվածները եւ դանդաղեցնում կամ կանխում հյուսվածքների քայքայումը։ Դրանք կարող են պայքարել նաև դանդաղ ընթաց բորբոքումների դեմ։ Բոբիկ քայլելը կարող է հակածերացման ազդեցություն ունենալ։ Օրվա ընթացքում ոտքերը 20 րոպե վեր բարձրացրեք, արդյունքը կզարմացնի ձեզ։ Ամեն օր ոտքերը 20 րոպեով վեր բարձրացնելու սովորությունը ձեզ կարող է տարօրինակ թվալ։ Step to Health-ում գրում է, որ այս սովորությունը կարող է ազդել կյանքի որակի վրա։ Հարկավոր է հիշել, որ եթե մեջքի հետ կապված որևէ խնդիր ունեք, ապա խորհուրդ չի տրվում կատարել այս վարժությունը։ Գերադասելի է գոտկատեղի հատվածում բարձ դնել, որպեսզի մարմնի դիրքը հարմար լինի։ Ոտքերը դրեք պատին, իսկ ձեռքերը բացեք մարմնի լայնությամբ։ Դրանք պետք է հանգիստ դիրքում լինեն։ Այս դիրքում բավարար է մնալ 15-ից 20 րոպե։ Ոտքերը վեր բարձրացնելու 5 առավելություն։ Օգնում է թեթևացնել ոտքերի այտուցվածությունը։ Ոտքերի այտուցվածությունը կապված է արյան վատ շրջանառության հետ։ Հարկավոր է հասկանալ, թե որն է այս երևույթի առաջացման պատճառը։ Դա երբեմն կապված է երիկամների սրտի աշխատանքի խանգարման, ավելորդ քաշի, որոշակի դեղամիջոցների օգտագործման, ինչպես նաև սնունդի հետ։ Կարևոր է հասկանալ խնդրի պատճառը եւ լուծել այն։ Հակառակ դեպքում հետևանքների դեմ պայքարելն անիմաստ է։ Այս վարժությունը կարող է թերապիայի հրաշալի լրացում դառնալ։ Այն զգալիորեն կթեթևացնի վիճակը։ Ոտքերը վեր բարձրացնելը նպաստում է օրգանիզմում հեղուկի նորմալ տեղաշարժին, որը երբեմն կարող է խոչընդոտել արյան նորմալ շրջանառությանը։ Երկրորդ, պայքարում է հոգնած ոտքերի սինդրոմի դեմ։ Ոտքերը վեր բարձրացնելը ոտքերի լարվածությունից ազատվելու լավագույն միջոցներից մեկն է։ Օրվա ավարտին ոտքերը հոգնում են, իսկ այդ 20 րոպեները կօգնեն հանգստացնել դրանք։ Երրորդ, լավացնում է նյութափոխանակությունը։ Եթե ոտքերը գլխից վերև են գտնվում, դա նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակման դեմ պայքարին, լավացնում է նյութափոխանակությունը։ Այս վարժությունը նպաստում է աղիների անցանելիությանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում է սննդարար նյութերի ավելի լավ յուրացմանը։ Սա կարող է օգնել նաև ազատվել փորկապությունից եւ վերականգնել ներքին հավասարակշռությունը։ Չորրորդ, թուլացնում է նյարդային համակարգը։ Մարմնի այս դիրքն օգնում է նաև վերականգնել շնչառությունը։ Այն թույլ է տալիս ավելի շատ օդ ներշնչել, ինչը հանգեցնում է առավել հանգիստ եւ ռիթմիկ շնչառության։ Սա իր հերթին բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վիճակի վրա, ազատում է մկանային լարվածությունից։ 5-րդ, հնարավորություն է տալիս հոգեբանական հանգստության հասնել։ Փորձեք կատարել այս վարժությունը։ Այն ընդամենը 20 րոպե կպահանջի։ Միանգամից ֆիզիկական հանգստություն կզգաք, ինչը կհանգստացնի նաև միտքը։